Ողջույն, շարունակվում են Կապան ֆեստի երաժշտական օրագրերը։ Այսօր հուլիսի 9-ին մեր զրուցակիցն է լինելու ստեղծագործ երաժիշտ, շեփորահար Տիգրան Սուչյանը։ Դուք նրան կարող եք հիշել Armenian Navy Band կատուներ խմբից եւ Dialogue Project-ից։ Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Ինչ է սպասվում Կապանյան հանդիսատեսին այսօր երեկոյան։ Այսօր երեկոյան սպասվում է Բեկա Գոչիաշվիլի եւ ընկերներ, Բեկա Գոչիաշվիլին շատ հանրահայտ երաժիշտ է, դաշնակահար, ջազմեն, ժամանակակից երաժշտության ստեղծագործ երաժիշտ, շատ հետաքրքիր խումբ է, բոլորը մեր հարևաններն են Վրաստանից եւ կարծում եմ շատ բան պետք չի պատմել, որովհետեւ այսօր երեկոյան բոլորը կլսեն, ինձ թվում է երաժշտությունը կխոսի խոսքերի տեղը։ Իսկ կապանցիները ջազ սիրում են, Տիգրան։ Կարծում եմ այո, ջազ սիրում են, ջազ ինձ թվում է բոլորը չեն սիրում, ով էլ չի սիրում, չգիտի որ չի սիրում։ Այո, սիրում են, որովհետև ես հաճախ եմ գալիս Կապան, այստեղ նույնիսկ մշակույթի պալատի հիման վրա, մշակույթի պալատում ստեղծվեց մի փոքր նվագախումբ, այստեղի երիտասարդ ուսանողների հետ միասին, մենք հասցրել ենք մի քանի անգամ ելույթ ունենալ, մենք հասցրել ենք նույնիսկ դուրս գալ Կապանից եւ հասցրել ենք նույնիսկ Երևանի ուսանողների հետ միասին համատեղ համերգ նվագել, այնց որ մեր վերջին համերգը տեղի ունեցավ հենց այստեղ Երգեհոնային դահլիճում մայիսի 20-ին մշակույթի պալատի աջակցությամբ, համայնքապետարանի աջակցությամբ, այնց որ շատ սիրուն լավ բաներ են կատարվում։ Կապանցի երաժշտասեր հասարակությունն ամեն տարի սպասում է, որ ահա վերջապես նորից Կապան ֆեստը պետք է լինի, ահա վերջապես նորից պետք է աշխարհահռչակ երաժիշտներ, իրենց գործուն վարպետ երաժիշտներ գան եւ նվագեն ու վայելեն այդ մարդկանց կատարումները այդ երաժիշտների։ Իսկ ինչ է տալիս այդ երաժիշտներին Կապան ֆեստը կամ այցը ուղղակի Կապան, մի քանի օր է որ Կապանում են անցկացրել։ Սա արդեն բոլորս գիտենք 4-րդ փառատոնն է։ Ես մասնակցել եմ հենց առաջին օրվանից, ես տեսնում եմ, թե ոնց է Կապան ֆեստը քանի գնում ավելի վարժ դառնում, ասենց ասեմ, ինչ է կատարվում, այս 10 օրում կարծում եմ երաժիշտները, թե արտիստները հրավիրյալ, թե ուսանողները ստանում են մի մեծ փորձառություն նախ իրար հետ նվագելու եւ շփվելու եւ տարբեր ոճի, տարբեր աշխարհայացների մարդիկ իրար միավորվում են եւ իսկ երիտասարդների համար, ուսանողների համար այսպես ասած սեղմված մի ուսումնական տարին, 1 տարին սեղմված 10 օրվա մեջ, այնց որ սա երաժշտի համար update լինելու եւ թարմանալու եւ նոր հմտություններ ձեռք բերելու, ինչու՞ չէ նաեւ ընկերներ ձեռք բերելու եւ հետո դրանից հետո շարունակելու շատ հետաքրքիր շփումներ են տեղի ունենում ու քանի գնում այտենց օրից օր ավելի հետաքրքրանում են, այնց որ հաստատ գիտեմ նախքան այս տարիների փորձից, որ վերջին օրերին արդեն բոլորը հասկանում եմ, որ հեսա պետք է հետ վերադառնամ, բայց վստահ եմ շատերը չեն ուզում հաստատ։ Որպես մարդ, ով աշխատում է պատանի երաժիշտների հետ, կան ինչ-որ խորհուրդներ, որոնք կարող եք տալ պատանի երաժիշտներին, այդ թվում եւ Կապան ֆեստի ընթացքում նվագող, այսօր կապանցի մի պատանի երաժիշտ եւս ելույթ ունեցավ, ինչ խորհուրդ կարող եք տալ նման նոր սկսող իրենց ճանապարհը երաժիշտներին։ Երիտասարդ երաժիշտներին խորհուրդ կտամ ուշադիր լինել, ինչ է կատարվում իրենց կողքը, որովհետև շատ ժամանակ, երբ որ ուշադիր չես լինում, չես գնահատում հենց այդ պահը եւ քթիցդ հեռու չես տեսնում, թե ինչ հնարավորություններ կարող են բացվել, երբ որ դու օգտվում ես այդ հնարավորություններից, ամեն ինչ ստացվելու է ոչ թե հենց այդ պահին, այլ ամեն ինչ ստացվելու է ժամանակի ընթացքում, շատ կարևոր է այսօր գիտակցես, թե քեզ ինչ է սպասվելու 5 տարի հետո, եթե դու չօգտագործես այսօրվա հնարավորությունը, այս վայրկյանի հնարավորությունը 5 տարի հետո դա չի հասնի եւ ինչ որ մի մեծ բան չի դառնա, հենց որ խորհուրդ եմ տալիս
ուշադիր լինել, օգտագործել բոլոր տեսակի հնարավորությունները, առանց նայելու, թե դա հետո իրենց պետք գա, թե չէ, որովհետև իրենք այդ բանին չեն գիտակցում, իսկ տարիքով փորձ ունեցող մարդիկ հասկանում են, որ հենց այդ պահն է ամենակարևորը, որ հետո մեծանա եւ դառնա շատ ավելի կարևոր բան։ Վերջում մեզ ինչ է սպասվում։ Մի քիչ էլ դուք փակագծերը բացեք։ Հուլիսի 14-ին վերջին օրը փակման արարողության ժամանակ շատ հետաքրքիր միջոցառում է սպասվում, համերգ, տոնախմբություն, տոնակատարություն կամ բալ կամ մասկարադ, դիմակահանդես, այնց որ հրավիրում ենք բոլորին, շատ հետաքրքիր է լինելու, թող սիրուն հագնվեն, գալու են պարելու, երաժշտություն լսելու, այնց որ այս տարի կարծեմ դեռ չի եղել մնացած տարիներին, այս տարի շատ յուրահատուկ ձևով է վերջանալու։ Շնորհակալություն Տիգրան։ Իսկ կապանցի հանդիսատեսն այսօր երեկոյան հնարավորություն կունենա ունկնդրելու ջազ։ Մի մոռացեք, որ մինչև հուլիսի 14-ը ամեն օր կլինեն ցերեկային համերգներ 12:00-ին եւ երեկոյան համերգներ 20:00-ին։ Բաց մի թողեք այդ հնարավորությունը։ Սպասում ենք ձեզ երգեհոնային դահլիճում։